Որքան կգնահատեք Ռոսիա կինոթատրոնը, իսկ Դվին համալիրը, կամ Արմենիա հանրապետական հիվանդանոցն ու Էրեբունի բժշկական կենտրոնը, 150 միլիոն, 200 կամ գուցե 300 կամ 400 միլիոն դոլար։ Մինչ կփորձեք հաշվել, կարող եմ ասել, թե տարիներ առաջ պետությունը որքան գումար է ստացել դրանց վաճառքի դիմաց։ Այս 4-ի համար 1 միլիոն 115 հազար դոլար։ Ավելի քան 20 տարի առաջ կառավարությունը որոշել է պետությանը մեզ բոլորից պատկանող բաժնեմասերն օտարել այսքան գումարով։ Այս փողն այժմ կբավարարի Երևանի կենտրոնում առավելագույնը մի քանի բնակարան ձեռք բերելու համար։ Իսկ նման գործարքները ոչ թե տասնյակներով, այլ հարյուրներով անգամ հազարներով են հաշվում։ Իմ ու ձեր ծնողների, տատիկների, պապիկների, տասնամյակների քրտինքի արդյունքում ձևավորված այս հարստությունը հենց այս եղանակով հայտնվեց մի փոքր խումբ մարդկանց նոր ձևավորվող օլիգարխիայի ձեռքին։ Որտեղ են միլիարդները ու 8 տարվա ընթացքում ինչ է արել թալանվածը հետ վերադարձնելու խոստումով իշխանության եկած հեղափոխական թիմը։ Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանը բռնեց շուկայական տնտեսության ճանապարհը։ Իշխանություններն անմիջապես սկսեցին պետությանը պատկանող գույքը վաճառելու, մասնավորեցնելու գործընթացը։ Մի ծրագիր, որի հետևանքով մի ամբողջ հարստություն, ինչպես ասում են, ջրի գնով հայտնվեց ոչ պատահական մարդկանց ձեռքում։ Թալանը, որը հայկական քաղաքական խոսույթի այլևս անբաժանելի մասնիկն է, այդ թալանչիներ հենց խորհրդային միության փլուզումից հետո սկսվեց, որի հետևանքները զգում ենք մինչ այսօր։ Հանրության շրջանում մեծ բևեռացում, փոքրաթիվ հարուստներ մի կողմում, 100 հազարավոր աղքատ մարդիկ մյուս կողմում։ Մեջտեղում էլ, ինչպես ասում են, վարկերի բեռը կրող միջին խավն է։ Դե եթե ընդհանրացնենք։ Հայաստանն այժմ շատ ավելի զարգացած ու հարուստ երկիր կարող էր լինել, մարդիկ էլ ավելի բարեկեցիկ կյանքով ապրեին, եթե շուկայական տնտեսության անցումն առանց այս երևույթի ընթանար։ Օրինակ, եթե պետությունը վարվեր այնպես, ինչպես վարվեցին խորհրդային բլոկի երկրներն Արևելյան Եվրոպայում եւ Բալթյան տարածաշրջանում։ Մի օրինակ, Էստոնիայում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը գնողունակության պարիտետով 2 անգամ գերազանցում է Հայաստանի ցուցանիշը։ Նախ ժամանակագրությամբ առաջ գնանք։ Մասնավորեցման ծրագիրը սկզբում նաև առանց գումարի էին իրականացնում։ Գործարաններում աշխատած քաղաքացիներին վաուչերներ բաժանեցին, որ յուրաքանչյուր մարդ մի փոքր բաժնեմաս ունենա։ Հետո սակայն սոցիալական ամենասուր խնդիրների բեռի տակ մարդիկ իրենց բաժնեմասերը կոպեկներով վաճառեցին հանուն օրվա հացի։ Առանց փաստաթղթերի իրականացված այս գործարքների գնող կողմն էլ հիմնականում այդ հիմնարկներում ղեկավար պաշտոններ զբաղեցնող ու կապեր ունեցող մարդիկ էին, որոնք էլ մեծ սեփականության տեր դարձան, մինչ բնակչությունը փորձում էր մի կերպ գոյատևել մութ ու ցուրտ տարիներին։ Չեմ աշխատում, ինչով ապրեմ։ Դեմ գողություն անեմ։ 90-ականներին Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին այս գործարքների մասին փաստաթղթեր գտնելը դժվար ու կարելի է ասել անհնար խնդիր է։ Իրենց վաուչերները վաճառած քաղաքացիները ոչ մի թուղթ չեն ստացել կամ ստորագրել, որը կփաստեր գործարքի մասին։ Եթե դուք եք երիտասարդ, հարցրեք ավագ սերնդի ներկայացուցիչներին, հաստատ պատմելու բան կունենան։ Գործարքների ծավալների մասին գնահատականներ սակայն կարող են գտնել գիտական հոդվածներում։ Ռուս տնտեսագետ Իրինա Ժիվոտովսկայայի մասնավորեցումը Հայաստանում 2001 թվականին հրապարակված հոդվածում կարդում ենք. Կասկածներ ու սուր քննադատություն են հարուցում պետական գույքի գնահատման մեթոդները։ Որոշ տվյալներով մասնավորեցման առաջին փուլում պետական սեփականության գրեթե կեսը գնահատված 20-ից 40 միլիարդ դոլար վաճառվել է չնչին գումարով 1.5 միլիոն դոլարով։ Հետո օրենսդրական փոփոխություններ արեցին եւ գործարքների հիմնական ձևը հենց գումարի դիմաց վաճառքը դարձավ։ Հայաստանում նաեւ իշխանությունը փոխվեց, սակայն թափանցիկության տեսանկյունից շատ բան չփոխվեց։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ հաստատված 1998-2000 թվականների պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարողականն արդեն Ռոբերտ Քոչարյանն է ստորագրել։ 2001-ին հաստատված հաշվետվության բում բովանդակությունը սակայն իրավական տեղեկատվական համակարգում առլիսում գտնել հնարավոր չէ։ Օրենքի ընդունման մասին հրապարակված փաստաթղթում գրված է, թե հաշվետվությունը չի բերվում։ Այս փաստաթղթերում արդեն հաջորդ տարիներին օտարված պետական գույքի մասին հաշվետվություններն են։ Դրանց ուսումնասիրությունը ցույց է տալիս, մեխանիզմն առանձնապես չի փոխվել, ու պետական գույքը շուկայականից զգալիորեն ցածր գներով հայտնվել է ոչ պատահական մարդկանց ձեռքում։ Հիմա վերադառնանք Այրարատ կինոթատրոն կամ ինչպես հիմա է կոչվում Ռոսիա մոլ։
Ազգային ժողովի իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Խաչատուր Սուքիասյանն ու իր ընտանիքը 2004 թվականին մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հսկա մոդեռն ոճի շինությունը գնեցին $500,000։ Հենց պաշտոնական տվյալներով այդ ժամանակ Երևանի կենտրոնում բնակարանների 1 քառակուսի մետրը միջինը մոտ $460 էր վաճառվում։ Այսինքն Սուքիասյաններն այս շենքը ձեռք բերեցին այնքան գումարով, ինչը չէր հերիքի Երևանի կենտրոնում 75 քառակուսի մետրանոց 15 բնակարան գնելու համար։ Այն ժամանակ Խաչատուր Սուքիասյանն ազգային ժողովում էր մեծամասնական ցուցակով ընտրվելուց հետո։ Հանդիսատեսի արչիվ հյուրընկալորեն իր դռները բացեց քաղաքամայր Երևանի խոշոր նորակառույցներից մեկը՝ Ռոսիա լայն ֆորմատ կինոթատրոնը։ Կինոթատրոնը, որը ժամանակին Երևանի գլխավոր զարդերից ու այցեքարտերից մեկն էր, անցնող տասնամյակներում տոնավաճառի վերածվեց, հետո կողքին այլ շինություններ հայտնվեցին, որոնք այժմ Ռոսիա մոլ են կոչվում։ Այս գործարքից 17 տարի անց հեղափոխական քաղաքացիական պայմանագրի կազմում падգամավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանը ոչ միայն այս շենքը չվերադարձրեց կամ ինչպես բազմաթիվ անգամներ նախկինում խոստացել էին մշակութային հաստատություն չդարձրեց, այլև բոլորովին վերջերս որոշեց հենց այս շենքը մոլի վերածել։ Տոնավաճառի աշխատակիցները փողոց էին դուրս եկել։ Տալիս են միլիարդատերերին տեղերը։ Հարուստ ընտանիքների խնջույքների նախընտրելի վայր Դվին հյուրանոցը 2004-ին օտարվել է $100,000, առնվազն $10 միլիոն ներդրումների խոստման դիմաց։ Կառավարության այդ որոշման տեքստում մի շարք խրթին ձևակերպումներ կան։ Մեկ այլ կետով գնորդը պարտավորվում էր ամսական վճարումներով ընդհանուր եւս $2 միլիոն փոխանցել պետությանը։ Հաջորդ կետով արդեն պետություններ նախատեսում մոտ $850,000 փոխառություն տալ Դվին հյուրանոցին հարակից հողատարածքը գնելու համար։ 1 քառակուսի մետրը 25,350 դրամով։ Այդ ժամանակ գործադիրը պնդում էր, թե գործարքի ընդհանուր արժեքը $3 միլիոն է։ Գերշահավետ պայմաններով այս գործարքի գնող կողմը Կովկասյան կոմունիկացիոն խումբ ընկերություններ, որի հետևում, ինչպես պարզել էր հետքը, Կիպրոսում գրանցված 2 օֆշորային ընկերություններ էին։ Դվինի սեփականատեր Արտակ Թովմասյանը տարիներ առաջ հետքի հետ զրույցում չթաքցրեց, որ օֆշորային ընկերություններից մեկն իրենն է։ Մյուսը պատկանում էր ռուս երգիչ Յոսիֆ Կոբզոնին։ 2018-ի նրա մահից հետո Թովմասյանը 100% սեփականատերն է։ Մինչ այդ գործարքը Դվին հյուրանոցը մեկ անգամ մասնավորեցվել էր։ 2002-ին այն ժամանակ հյուրանոցի նախկին գործադիր տնօրեն Վանուշ Թորոսյանը պարտավորվել էր միանգամից $1.5 միլիոն վճարել։ 80,000 վճարելուց հետո Թորոսյանը նոր վճարումներ չէր կատարել, կառավարությանը մեղադրելով ընկերության պարտքերն արհեստականորեն ուռճացնելու համար։ Այս տարաձայնությունից հետո նույն 2002-ին Վանուշ Թորոսյանին եւ 2 այլ հայերի Մոսկվայում սպանեցին։ Կրակողի անունն այդպես էլ չբացահայտվեց։ Մասնավորեցման ծրագրով այսպիսի մեծաթիվ ընկերություններ են վաճառվել։ Սխեման բազմաթիվ դեպքերում է կրկնվում։ Փաստաթղթով գնորդը աշխատավորական կոլեկտիվն է, սակայն իրական սեփականատերը դառնում այդ ժամանակ ընկերությունում ղեկավար պաշտոն ունեցող անձը, որն ուղղակիորեն կապված էր այդ ժամանակվա իշխանությունների հետ։ 2002-ին կառավարությունը Էրեբունի բժշկական կենտրոնի 1 քառակուսի մետրը $10 գնահատեց ու բժշկական կենտրոնը 140 միլիոն դրամով կամ այն ժամանակվա փոխարժեքով մոտ $250,000 վաճառեց աշխատավորական կոլեկտիվին։ Իրական սեփականատերը սակայն այդ ժամանակ գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած նախկին падգամավոր Հարություն Քուշքյանը դարձավ։ 2007-ին նա առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվեց, 2009-ին էլ Երևանի ավագանու ընտրություններում գլխավորեց Բարգավաճ Հայաստանի նախընտրական ցուցակը։ Ճիշտ նույն սխեմայով Քուշքյանը նաև Նայիրի բժշկական կենտրոնի սեփականատերը դարձավ։ 2004-ին կենտրոնն աշխատավորական կոլեկտիվին վաճառեցին շուրջ $102 միլիոն դրամով, որն այդ ժամանակ համարժեք էր մոտ $202,000-ին։ 3 տարի անց բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշքյանը դարձավ 100%-ի բաժնետերը։ Այդ ժամանակ Քուշքյանը նաև Միացյալ Նահանգների դեսպանատան հարևանությամբ գտնվող Հանրապետական վերականգնողական կենտրոնի սեփականատերը դարձավ։ Կառավարությունը մեծ տարածք զբաղեցնող կենտրոնը 2004-ին աշխատավորական կոլեկտիվին վաճառեց շուրջ $14 միլիոն դրամով։ Մի քանի ամիս անց Քուշքյանը կենտրոնի գրեթե 100%-ի բաժնետերը դարձավ։ Երևանի մյուս կողմում Աջափնյակում գտնվող Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոնը 2004-ին շուրջ $140 միլիոն դրամով կամ այդ ժամանակվա փոխարժեքով մոտ $270,000 վաճառեցին աշխատավորական կոլեկտիվին։ Գնող կողմը պարտավորվել էր 5 տարվա ընթացքում եւս $200,000 ներդնել։ Անգամ ներդրումներն էլ գումարած զգալիորեն պակաս էր հենց այդ ժամանակ անգամ կառավարության գնահատած $1.7 միլիոն գնից։ Այս գործարքից 1
մեկ տարի անց բժշկական կենտրոնի գրեթե 100%-ի բաժնետեր դարձավ Հանրապետություն խմբակցության նախկին падգամավոր Գրիգորի Գրիգորյանը։ Մասնավորեցման ծրագրով նաև համեմատաբար փոքր ընկերություններ, շենքեր, շինություններ են օտարվել։ Որոշ դեպքերում աշխատավորական կոլեկտիվի այս սողակը շրջանցել են ու կոնկրետ անձանց օտարել պետական գույքը շուկայականից զգալիորեն ցածր գնով։ Նախկինում Պարեն գիտաարտադրական միավորումը, որն այժմ անվանափոխվել է եւ Նարեկ գիտահետազոտական է կոչվում, նույնպես կենտրոնում է գտնվում։ Ռոսիա կինոթատրոնից ոչ շատ հեռու։ 22 տարի առաջ լաբորատոր ծառայություններ մատուցող ընկերությունը 45.2 միլիոն դրամով կամ այդ ժամանակվա փոխարժեքով շուրջ $83,000 կառավարությունը վաճառեց Ալբերտ Խաչատրյանին։ Սա զգալիորեն պակաս էր գնահատված $250,000 գնից։ Առավոտի 2004 թվականի հրապարակումներից մեկում կարդում ենք. Թե ինչպես է Ալբերտ Խաչատրյանը ձեռք բերել այս ընկերությունը միանգամայն թափանցիկ է։ Մեր տեղեկությամբ նա տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի փեսան է։ Այդ զորավոր մեջքով է նրան հաջողվել ստանալ ուղիղ վաճառքի մասին կառավարության որոշում, վճարելով հաշվեկշռային արժեքի 30%-ի չափով գումար։ Այս փաստաթղթերում կա նաև Բարգավաճ Հայաստանի ղեկավար Գագիկ Ծառուկյանի անունը։ 2000-ականներին նա ընդամենը 7 միլիոն դրամով պետությունից Դիլիջանում գտնվող 6 հեկտար հողատարածք եւ շենքեր, կառույցներ է գնել։ Այսպիսի գործարքների շարքը կարելի է դեռ շարունակել, մինչ օրս մասնավորեցման գործընթացը չի ավարտվել։ Այս հողատարածքը Եղեգնաձորում է գտնվում։ 2004-ին այնտեղ գործող անասնագոմ կար։ Այն ժամանակ ընկերությունը վաճառել էին 300,000 դրամով։ Այժմ տեղում միայն հողատարածքն է, որի սեփականատերը տեսախցիկի հետևում պատմեց, որ բանկն այժմ միայն տարածքն ավելի քան 4 միլիոն դրամ է գնահատում։ Պետական գույքը շուկայականից էժան վաճառելով ստացվեց առողջացնել տնտեսական միջավայրը, նոր ներդրումներ բերել, վերաբացել խորհրդային տարիներին գործող գործարանները։ Վիճակագրությունը փաստում է, ոչ 90-ականներին հնայի կառուցվածքում արդյունաբերության մասնաբաժինը տարեց տարի նվազում էր։ Գործազրկության մակարդակն էլ երկնիշ էր, ինչն ի դեպ այդպես է նաև այսօր։ Ստացվեց արտասահմանից ներդրողների գրավել։ Աղմկահարույց պատմությունները փաստում են, շատ ավելին էր հնարավոր։ Արխիվները շատ ուսումնասիրել պետք չէ։ Մարդկանց հիշողություններում դեռ թարմ է Արմենթելի պատմությունը։ 1997-ին ընկերությունը $201 միլիոն վաճառեցին հունական պետական OTE-ին։ Թե ինչ եղավ հետո, ավագ սերունդը լավ է հիշում։ Կապի օպերատորը մենաշնորհային կարգավիճակ ուներ, սակագները շատ բարձր էին։ Քաղաքացիների համար դրանք կարելի է ասել անհասանելի էին։ Հետագայում նույն հունական ընկերությունն ավելի քան 340 միլիոն եվրոյով վաճառեց Արմենթելը, սակայն սա արդեն այլ պատմություն է։ Հայաստանի ամենախոշոր ընկերությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2004-ին վաճառեցին 19 միլիարդ դրամով, այդ ժամանակվա փոխարժեքով $40 միլիոն։ 60% բաժնեմասի սեփականատեր դարձավ գերմանական Քրոնիմետ Մայնինգը։ Կոմբինատի տարբեր ժամանակների սեփականատերերի միջև գործարքներն ու ընկերությունում պետական մասնակցության վերականգնումը նույնպես մեկ այլ ծավալուն թեմա է։ Մեկ այլ թեմա է նաև 2002-ին Հայաստանի ու Ռուսաստանի միջև ստորագրված գույք պարտքի դիմաց պայմանագիրը, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում որոշեցին մոտ $95 միլիոն պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցել ռազմավարական նշանակության ձեռնարկություններ։ Հրազդանի ջերմակայանը, Մարս գործարանը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը կամ ինչպես ավելի հայտնի է Մերգելյան ինստիտուտը եւ եւս երկու այլ ընկերություններ։ Առնվազն հարցեր առաջացնող գործարքներ հիմա այս իշխանությունների օրոքել իրականացվում են։ Մի քանի ամիս առաջ Կասկադի վերնամասի անավարտ հատվածի կառուցման համար Երևանի քաղաքապետարանը պայմանագիր կնքեց GTP Development ընկերության հետ։ Շուրջ 7 հեկտար տարածքն օտարվում է 10.5 միլիարդ դրամով, շուրջ $30 միլիոն։ Գնորդի խոստումն է, ներդրումներ կլինեն։ Այս գործարքի հետևում Գրիգոր Տեր-Ղազարյանն է, իշխանություններին սատարող Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբոր փեսան։ Պետական գույքի մասնավորեցման մեր ներկայացրած գործարքներից 14 տարի անց, այդ թվում Թալանը վերադարձնելու խոստումով իշխանությունը ստանձնած թիմն ինչ է արել արդեն շուրջ 8 տարիների ընթացքում խոստումը կատարելու համար։ Կողմ 99 դեմ 1 ձեռնպահ 15 որոշումն ընդունվել է։
2020-ին ընդունեցին ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքը, որի շրջանակում պետությունը 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընդհանուր շուրջ 520 միլիարդ դրամ, մոտ 1.4 միլիարդ դոլար բռնագանձելու պահանջով 155 հայց է ներկայացրել դատարան։ Մինչ այս պահը բռնագանձվել կամ հաշտության համաձայնություններով պետությանը շուրջ 15 միլիոն դոլար է վերադարձվել։ Այնինչ տնտեսագետների գնահատմամբ միայն անկախության առաջին տարիներին ջրի գնով տասնյակ միլիարդներով հաշվող պետական գույք է վաճառվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ խորագրի ներքո ներկայացնում է պետությանը վերադարձրած գրեթե ամբողջ գույքը, ավտոմեքենաներից մինչև Սևանա լճի ափամերձ հատվածներում գտնվող 1 հեկտար մակերեսով հողամաս։ Թե նույն տեմպերով հատիկ առ հատիկ վերադարձնելով քանի տասնամյակ կամ ասենք դար կպահանջվի մի քանի սերունդի ստեղծած հարստությունը վերադարձնելու համար կարելի է միայն ենթադրել։